Ժամկետային ցանկացած զինվոր ու սերժանտ բարեխիղճ ու անվերապահ ծառայության համար հրամանատարի թույլտվությամբ կարող է ազատ արձակվել գնդի տեղակայման վայրից, եթե իհարկե չի ստացել հերթական արձակումից զրկում կարգապահական տույժը։ Սա ըստ հրամանատարության լավագույն միջոցն է զինծառայողին խրախուսելու, հնարավորություն ընձեռելու մի քանի ժամ անցկացնել ընտանիքի կամ ընկերների հետ։ Ծառայությունս 3 ամիսների ընթացքում ես արդեն հասցրել եմ ուսումնասիրել, տիրապետել այս տեխնիկային եւ դիպուկ կրակ վարել այս համալիրով։ Գևորգ Գևորգյանը հակատանկային մասնագետների պատրաստության դպրոցի կուրսանտներից է։ Ձմռանը բանակ զորակոչված երիտասարդը գերազանց ծառայության եւ օրինակելի կարգապահության համար մի քանի անգամ արդեն հասցրել է ազատ արձակման թույլտվությամբ տուն գնալ։ Անակնկալ հերթական խրախուսումը ստացավ մեր նկարահանման օրը։ Բարի ճանապարհ, շնորհակալություն ծառայության համար։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Տուն գնալուց առաջ կուրսանտ Գևորգյանն անկեղծանում է բանակում ամենադժվար հաղթահարելին ընտանիքի հանդեպ կարոտն է։ Իսկ օրենքի ընձեռած այս հնարավորության շնորհիվ զինվորները հաղթահարում են դժվարությունն ու պատվով կատարում իրենց առաքելությունը։ Օգնում է հաղթահարել կարոտը ընտանիքի հանդեպ ու ավելի լուրջ տրամադրվել ծառայության մեջ, ավելի թեթև է լինում ծառայությունը։ Իսկ ինչ ես կարծում, ով է քեզ ավելի շատ կարոտել։ Իմ փոքր եղբայր ունեմ եւ միանշանակ մայրս։ Գևորգյայից անակնկալ է լինելու նաև ընտանիքի համար։ Հայրը, մայրը, պապն ու եղբայրները նրան ընձեռված խրախուսանքի մասին չգիտեն։ Նրանք Գևորգին չեն սպասում։ Եվս մի քանի րոպե եւ ահա, զինվորն այն փողոցում է, որտեղ աշխատում է մայրը։ Իսկ քիչ հեռու հայրական տունն է։ Ու քանի դեռ մտածում էինք, թե ինչպես կազմակերպել նրանց հանդիպումը, Գևորգի մայրը հեռվից հեռուն նկատեց որդուն։ Ստացվեց անակնկալը։ Ես սուրպրիզակ են այմ տղեն, հլա։ Այս երազը։ Շատ անսպասելի էր իրականում, այն որ ընկերուհիս չլիներ, դուրս էլ չէին գալու, բայց որ մոտեցավ, հասկացա, որ հաստատ Գևն է։ Ինչ ասեմ, շատ հուզված եմ, շատ հաճելի էր ամեն դեպքում, որ երեխուդ տեսնում ես, չես սպասում, բայց ինչ-որտեղ ինքը հայտնում է տան։ Գևորգի մայրը երջանկության արդյունքները զսպել չի կարողանում։ Միաժամանակ վստահեցնում է, 3 որդիների լույս աշխարհ գալից էլ գիտակցել է, որ նրանց առաքելությունը նախ հայրենիքի սահմանները պաշտպանելն է, իսկ կարոտը կհաղթահարեն թեկուզ նման կարճ հանդիպումների շնորհիվ։ Հաշվի առնելով, որ բանակային կյանք ընդգրկվող տղան դեռևս դպրոց ավարտած պատանի է, ունի սկզբունքներ, պատկերացումներ եւ որոշակիորեն մտային դաշտում այլ են ընկալումները բանակային ծառայության վերաբերյալ, հետևաբար խրախուսելի է, որ լինեն արձակուրդներ զինվորի համար, հոգեբանական տոկունության առումով կարևորագույն գործոն կհանդիսանան վերադարձ նորից բանակ ռազմական ծառայություն շարունակելու առումով։